Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը շարունակում է պահել բարձր լարվածությունը և նոր զարգացումները ցույց են տալիս, որ պատմությունը մտնում է ամենաբարդ ու հուզիչ փուլերից մեկը։ Փառք Աստծո, Դավիթ պապը ողջ է, բայց նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բժիշկները հստակ ասում են, որ անհրաժեշտ է շտապ ստենդավորում, իսկ դրա համար պահանջվող գումարը բավականին մեծ է։ Սա դառնում է հերթական փորձությունը ընտանիքի համար։ Լեոն դեռ չի աշխատում, քանի որ նրա առողջական վիճակը բավական ծանր է հայտնի դեպքերից հետո։ Դավիթն իր վիճակով չի կարող օգնել, իսկ ընտանիքի մյուս անդամները, օրինակ Մանյանը, ոչ մի օր չի աշխատելու ու բնականաբար դժվար կլինի որևէ տեղից հայթայթել այդքան մեծ գումար։ Հենց այստեղ է առաջանում ամենահետաքրքիր հնարավոր շրջադարձերից մեկը։ Շատերը ենթադրում են, որ օգնության կարող է հասնել հենց Վովան։ Դա ոչ միայն դրամատիկ, այլ նաև խորապես խորհրդանշական քայլ կլինի։ Տղան, ով դեռ չի գիտակցում իր իրական կապն այս ընտանիքի հետ, կարող է դառնալ նրանց փրկության պատճառը։ Եթե դա տեղի ունենա, ապա ճակատագիրը ևս մեկ անգամ կապացուցի, որ արյունն իր ճանապարհը գտնում է նույնիսկ առանց ճշմարտությունն իմանալու։ Մյուս գծում իրավիճակը ոչ պակաս լարված է։ Հունանը հայտնվում է բանտում և այնտեղ նրա առողջական վիճակը վատանում է։ Ակնհայտ է, որ նա ունի խնդիր, որի համար պարբերաբար դեղեր է ընդունում։ Բանտում այդ դեղի բացակայությունը կարող է դառնալ ճակատագրական։ Սա նորից ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաուժեղ, ամենաազդեցիկ մարդիկ մի պահ կարող են դառնալ անպաշտպան։ Հունանի այս վիճակը կարող է փոխել նաև նրա հոգեբանական աշխարհը։ Մարդ, ով սովոր էր վերահսկել ամեն ինչ, հիմա փակված է մի վայրում, որտեղ ինքը ոչինչ չի կարող որոշել։ Սա կարող է կամ կոտրել նրան, կամ ստիպել վերանայել իր անցյալը։ Միևնույն ժամանակ սյուժե է վերադառնում Ռոզին երեխայի հետ։ Սա նոր լարվածություն է բերում պատմության մեջ։ Հունանը նրան խոստացել է, որ ոչ ոք չի գտնի նրանց, բայց հիմա, երբ ինքը բանտում է, այդ պաշտպանությունն այլևս չկա։ Ռոզին և երեխան դառնում են վտանգի մեջ գտնվող կերպարներ։ Հարց է առաջանում՝ ով է հիմա նրանց պաշտպանելու։ Ամենահետաքրքիր զարգացումներից մեկը կարող է կապված լինել հենց Իննայի հետ, քանի որ հեռուստասերիալի սյուժեից պարզ է դառնում, որ Հունանի գործերը մշտապես անցնում են Իննայի վերահսկողության տակ։ Նա արդեն շատ բան գիտի և հավանաբար հենց նա կլինի այն մարդը, ով կբացահայտի Էռնայի համար ամենացավոտ ճշմարտությունը, որ Ավոն ունի երեխա ուրիշ կնոջից։ Եթե դա տեղի ունենա, Էռնայի աշխարհը բառացիորեն կփլուզվի։ Մինչ այս նա դեմ է դուրս եկել եղբորը եղբոր ընտանիքին ու փորձում է բոլորին ապացուցել, որ Ավոն ամենալավն է ու Հունանն է այս ամենն անում, որպեսզի Ավոյին դուրս շպրտի նրա կյանքից։ Բայց հիմա ամեն ինչ փոխվում է։ Նա, ով տարիներ շարունակ ապրել է այդ ամուսնության մեջ, հավատացել, որ ընտանիք ունի, հանկարծ կհասկանա, որ ամբողջ իրականությունը կեղծ էր։ Սա կարող է բերել ոչ միայն ընտանեկան մեծ բախման, այլ նաև Ավոյի ամբողջ կյանքի փլուզմանը։ Այս ամենի ֆոնին Գոյամարտը շարունակում է զարգանալ մի քանի հզոր ուղղություններով։ Միաժամանակ ընտանեկան դրամա, սիրային բախումներ, անցյալի գաղտնիքների բացահայտում և սոցիալական պայքար։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ կարևոր հարցերի պատասխաններ։ Կգտնվի գումարը Դավիթ պապի վիրահատության համար, արդյոք կկարողանա Հունանը դուրս գալ այդ իրավիճակից, կբացահայտվի վերջապես Ավոյի երկակի կյանքը և արդյոք ճակատագիրը նորից կհանդիպեցնի նրանց, ովքեր տարիներ առաջ բաժանվել էին։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտում ոչինչ պատահական չէ։ Ամեն մի իրադարձություն, ամեն մի հանդիպում ունի իր պատճառը, և թվում է պատմությունը դեռ պատրաստվում է իր ամենահզոր հարվածներին, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում հեռուստասերիալում և վերջապես ինչպես է բացահայտվելու այս գաղտնիքների շղթան, և իրոք Վովան է այդքան մեծ գումար տալու Դավիթ պապի վիրահատության համար, և ինչ է սպասվում սերիալի հետագա սերիաներում։ Մնացեք մեզ հետ, միասին բացահայտենք ամենահետաքրքիրը։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում
Ինչ ընթացք է ունենալու սերիալը։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կպատրաստենք նոր հետաքրքիր տեսանյութեր ու կբացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքներն այս սերիալի հետ կապված, իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես թեժ է։